Բարերեկո սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է թվով, մի փոքր ուշ ենք անում այս հաղորդումը, բայց չափազանց կարևոր հարցեր կան քննարկելու։ Հաշվի առնելով այն փաստը, որ Իլհամ Ալիևը մի քանի կարևոր հայտարարություններ է արել եւ ոչ միայն Ալիևը, այլ նաեւ այլ հետաքրքիր քննարկելու հարցեր ունենք Հայաստանի շուրջ եւ դրանից բացի միջազգային կարևոր հարցեր կան քննարկելու, սակայն նախքան դա կրկին խնդրում եմ, որպեսզի անպայման լայքեք։ Շատ կարևոր է նշել, որ մեր YouTube-յան ալիքը որևիցե մեկից ոչ մի ձևով կախում չունի, բացարձակ միայն մեր հայրենակիցների Սփյուռքում հիմնականում բնակվող հայրենակիցների դիտումների շնորհիվ ինքն իրեն կարողանում է ապահովել YouTube-յան ալիքը եւ դա նշանակում է, որ մենք իրոք անկախ ենք, անկողմնակալ եւ խոսում ենք այն ինչ ցանկանում ենք, ինչ համարում ենք ճիշտ եւ օգուտ Հայաստանի եւ Վրաստանի համար։ Ցավալի է, որ Հայաստանում մինչև օրս YouTube-ը չունի այդ գովազդային համակարգը, որի միջոցով տարբեր բլոգերներ կարող են իրենց աշխատանքով ապահովել իրենց գոյությունը, ահա որ նման համակարգ չի մինչև հիմա YouTube-ը գովազդներ չունի Հայաստանում, դա ուղղակի խայտառակություն է։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին շատ լուրջ վերաբերվել այս հարցին։ Փաշինյանը 2-3 տարի առաջ խոստացել էր, որ YouTube-ը ունենալու է գովազդներ, ինչպես որ նորմալ երկրներում է դա, նաև իմիջիայլոց Վրաստանում կան գովազդներ YouTube-ային։ Հուսանք, որ ապագայում այս հարցը կլուծվի եւ Մխիթար Հայրապետյանը կզբաղվի այս հարցով եւ հաջողակ բանակցություններ կվարի Google-ի տնօրինության հետ։ Գիտեմ, որ անցած տարին չէր ստացվել այդ բանակցությունները, որը որ իրոք ցավալի է, քանի որ ուղղակի ամոթ է, որ Հայաստանում Google-ը եւ YouTube-ը չունենան գովազդներ։ Դա շատ դժվարացնում է հայ բլոգերների, հայ փորձագետների աշխատանքը, ովքեր որ տարբեր ալիքներ ունեն YouTube-յան եւ հիմնականում աշխատում են հայալեզու լսարանի համար։ Եվ ինչպես արդեն նշեցի, սկսենք Հայաստանին վերաբերող թեմաներից եւ սկսենք Իլհամ Ալիևի հայտարարություններից Հայաստանի մասով։ Նա հայտարարել է, որ հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելը ցախողված են անհաջողությամբ։ Ես այս հայտարարությունը ուղղակի կարդացել եմ եւ իմ պատկերացումը հետեւյալն է, այսինքն չեմ լսել նրա ամբողջական խոսքը այդ հայտարարության վերաբերյալ, բայց գրեթե համոզված եմ, որ նա ուզում է հասկացնել, որ այդ բաժանարար գծերը գծում է Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Միանշանակ նրանք այդ հարցում դժվար թե մեղադրեն Ռուսաստանի Դաշնությանը։ Հստակ պատկերացումս դա է։ Նա նաև ասել է, որ Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ունի ռազմավարական հարաբերություններ, իսկ Հայաստանը չուներ այդ հարաբերությունները, քանի որ իր օկուպացիայի տակ էր պահում Ադրբեջանը։ Այսինքն այդ երգն է կրկին փորձում երգել Իլհամ Ալիևը, որ Հայաստանը պահում էր օկուպացիայի տակ իրենց տարածքները, խոսքը Արցախի մասին է եւ դրա պատճառով չուներ ռազմավարական հարաբերություններ բազմաթիվ երկրների հետ։ Այնինչ միանշանակ ես կարծում եմ, որ չի համապատասխանում իրականության, ուղղակի խնդիրը այն է եղել միշտ, որ Հայաստանի իշխանությունները միայն հյուսիս են նայել եւ ընդհանրապես հյուսիսից այն կողմ, որևիցե երկիր իրենց համար գոյություն չի ունեցել եւ դա է պատճառը եղել այդ միակողմ, միաբևեռ քաղաքականության, դա է պատճառը եղել դրա, որ Հայաստանը չի իրոք կարողացել զարգացնել հարաբերությունները բազմաթիվ այլ երկրների հետ։ Եվ Ալիևը շարունակելով միտքը ասում է, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի հետ բարեկամության, տնտեսության կամ ինտեգրացիոն որևիցե ծրագրերի մասին, սակայն նրա խոսքերով առաջին քայլերը հնարավոր են այսօր Ալիևը փաստացի չէր տրամադրված ռազմատենչ հայտարարություններ անել եւ նա ասում է, որ Ադրբեջանին իրենց վրացի գործընկերները մի քանի նախագծեր են առաջարկել, որոնք որ Հայաստանի հետ կարող են իրականացվել առաջին քայլերը։ Խոսքը վերաբերվում է լրագրողների փոխայցերին, անդերսահմանյան գետերի շահագործման հարցը եւ այլն։ Իր խոսքերով Բաքուն տվել է արդեն համաձայնությունը եւ հիմա Հայաստանը պետք է տա իր համաձայնությունը։ Բնականաբար չի կոնկրետացնում Ալիևը, թե ինչի մասին է խոսքը, լրագրողների փոխայցը պարզ է, անդերսահմանյան գետերի շահագործման հարցը եւս մասամբ երևի թե պարզ է, բայց դե ինչ այլ առաջարկներ կան եւ կոնկրետ ինչ ձևով դրանք կարող են իրականացվել, այդ մասին Ադրբեջանի նախագահը չի խոսել եւ ես չեմ լսել նաեւ որ Երևանից էլ խոսել են որևիցե առաջարկի մասին ադրբեջանական կողմի
առաջարկի մասին։ Հույսով եմ, որ պաշտոնական Երևանը մոտակա ժամանակներս կպարզաբանի, արդյոք նման առաջարկներ Ադրբեջանից ստացել են, թե ոչ։ Եվ ահա այս հայտարարությունները մենք գիտենք, որ տեղի են ունենում բավականին լարված ֆոնի վրա, երբ որ ադրբեջանական պաշտպանության նախարարությունը շատ հաճախ ապատեղեկատվություններ է տարածում եւ նաեւ շաբաթներ առաջ կրակել էր նաեւ հայկական գյուղերից մեկի ուղությամբ Սյունիքում։ Այստեղ նաեւ կարծում եմ կարևոր է նշել, որ Ադրբեջանի նախագահի խորհրդականը մեկներ Ռուսաստանի Դաշնություն եւ այնտեղ հանդիպել էր փոխարտգործ նախարար Գալուզինի հետ։ Իրենց հարցերը երկկողմ հարաբերությունները քննարկելուց բացի նրանք նաև քննարկել էին հարավային Կովկասին վերաբերող հարցեր եւ կարծում եմ, որ Հայաստանին վերաբերող հարցերը եւս չեն շրջանցվել։ Եվ մոռացա նաև ասելու, որ այդ ապատեղեկատվությունների պատճառով եւ այդ լարվածության մասին հայտարարությունների պատճառով Եվրամիության դիտորդական առաքելությունը փաստացի մարտից ավելացրել է իրենց վերահսկողությունը հայ-ադրբեջանական սահմանին, հատկապես գիշերային հատվածում նրանք ավելի շատ են հիմա մոնիթորինգ իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին, ինչը բնականաբար շատ լավ է եւ ստաբիլության խորհրդանիշ է։ Եվրամիությունը օրեցօր ավելի ու ավելի կարելի ասել, որ ռազմականացվում է, ով ուզում է դա լավ համարի, ով ուզում է դա վատ համարի, դա փաստ է, մենք խոսում ենք փաստի մասին, եւ ես գրեթե համոզված եմ, որ Եվրամիությունը չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, այսինքն հստակ դա հակասում է Եվրամիության շահերին, կարծում եմ բոլորն էլ դա շատ լավ հասկանում են եւ օրեցօր ամրացնելով իր դիրքերը Եվրամիությունը աշխարհում, կարծում եմ նաեւ ավելացնելով իր դիրքերը, ամրապնդելով իր դիրքերը նաեւ Հայաստանում եւ հարավային Կովկասում, ինչը բնականաբար Ադրբեջանին ավելի շատ է ստիպելու պահպանել խաղաղություն, հակառակ պարագայում նրանք արդեն գործ են ունենալու ոչ թե բուսակել Եվրոպայի հետ, այլ արդեն բավականին ամուր եւ պատասխան տվող Եվրոպայի հետ։ Այսօր նաեւ Հայաստանի արտգործ նախարարության մամլոխոսնակ Անի Բադալյանն է խոսել այդ քարտեզների մասին, ականապատ քարտեզների մասին եւ նշել է, որ Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին ականապատ քարտեզները։ Գիտենք, որ Ադրբեջանը վերջերս նոր հիստերիա էր բարձրացրել, թե իբր հայկական կողմը չի տրամադրում քարտեզները, այնինչ Հայաստանը իրոք միակողմանի ձևով առանց որևիցե պահանջների եւ նախապայմանների այդ քարտեզները, որոնք որ ուներ, տրամադրվել են։ Այստեղ Անի Բադալյանը նաեւ խոսում է այն մասին, որ Հայաստանը առաջարկել է, որ միջազգային խումբ ստեղծվի եւ գնան տեղում հետաքննեն, տեսնեն թե որքանով ճիշտ են Բաքվի պնդումները, թե Հայաստանը ճիշտ քարտեզներ չի տրամադրել։ Նաեւ կարեւոր է այստեղ նշել, որ միջազգային դատարաններում եւս Ադրբեջանը պարտվել էր այս հարցի շուրջ, երբ որ հայցեր ներկայացրել ընդդեմ Հայաստանի, այսինքն հստակ է շատ, որ Հայաստանը բոլոր քարտեզները տրամադրել է, բայց Ադրբեջանը այդ հարցը քաղաքականացնում է եւ դիտմամբ քաղաքականացնում է, քանի որ տարբեր պահանջներ ունի Հայաստանից։ Այսօր նաեւ հայտարարությամբ է հանդես եկել Զախարովան եւ Ռուսաստանի Դաշնությունն էլ ցանկություն ունի Ղափանում բացել հյուպատոսարան։ Գիտեք, արդեն երկար ժամանակ է խոսում են, ինչպես կլինի, որ Իրանը ունենա, իրենք չունենան, եւ դա է պատճառը, որ հիմա բանակցում են Հայաստանի իշխանությունների հետ, որ մինչեւ մայիս այդ հարցին լուծում տրվի եւ Ռուսաստանը կարողանա բացել հյուպատոսարան Սյունիքում։ Բայց թե ինչերին է նրանց պետք հյուպատոսարան Սյունիքում, այնտեղ այդ կան Ռուսաստանի քաղաքացիներ, ես չեմ կարծում, որ այցելում են, պարզ է քաղաքական նպատակներ կան, քաղաքական դրդապատճառներ կան եւ հուսանք, որ Հայաստանի իշխանությունները այս մասով անպայման բացասական որոշում են կայացնել, ուղղակի հուսանք, բայց ես համոզված չեմ, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի պետական համակարգը հեղեղված է օտար երկրների գործակալներով եւ այդ գործակալները գիտենք, թե որ երկրների հիմնականում գործակալներ են տարբեր նախարարության մեջ շատ լավ տակուկ իրենց տեղը գտել են, մի օր երևի թե այդ հարցին եւս անդրադառնանք ավելի մանրամասն եւ հատկապես նաեւ փորձենք խոսել այն մարդկանց մասին, ովքեր որ փորձում են նաեւ ինչու՞ չէ մեզ եւս վնաս հասցնեն։ Մեկ այլ կարևոր տեղեկություն եւս Հայաստանի մասով Իրանի եւ Հայաստանի զինված ուժերը ավելի ճիշտ հատուկ նշանակության ստորաբաժանումները անցկացնելու են համատեղ զորավարժություն, բայց ավելի շուտ այդ կանեն համատեղ չէ, քանի որ Իրանը իր տարածքում է անցկացնելու հայ-իրանական սահմանի մոտ
եւ հայ-իրանական անցակետի մոտ հայկական կողմն էլ իր տարածքում է անցկացնելու եւ այդ ամենը արվում է տերորիստական խմբերի ներթափանցման փորձերին հակազդելու համար։ Ես կարծում եմ, որ սա եւս շատ կարեւոր եւ հետաքրքիր ուղերձ է։ Միանշանակ Իրանը խնդրել էր, ես սրանում ուղղակի կասկած չունեմ, որ համատեղ այդ զորավարժությունները անցկացվեն մի փոքր այլ ձևով, բայց երևի թե հայկական կողմը այսպիսի որոշում է կայացրել, որ հայկական կողմը առանձին իր տարածքում է անցկացնելու, իրանական կողմը առանձին իր տարածքում եւ սա շատ լավ որոշում է հաշվի առնելով վերջին արդեն շատ ավելի մեծ եւ ավելի շատ լուրջ լարվածությունը, որը որ գոյություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Նույնիսկ նախկինում այդ կանելը լավ չէր լինում ես համար, որ նման զորավարժություններ տեղի ունենային համատեղ։ Հիմա այս կոնկրետ զորավարժությունների մասին չէ խոսքը, քանի որ այստեղ կոնկրետ համատեղ չէ, բայց հիմա եթե անցկացվի այդպիսի զորավարժություններ կամ Հայաստանի տարածքում կամ Իրանի տարածքում, դրանք շատ վատ հետևանքներ կունենային, բայց այս ձևով ես կարծում եմ, որ հետևանքները շատ վատ չպետք է լինեն, այլ ճիշտ հակառակը շատ հետաքրքիր եւ կարեւոր ուղերձ են Թուրքիային եւ Ադրբեջանին։ Հիմա անցնենք միջազգային կարևոր մի շարք հարցերի, քանի որ կարևոր հարցեր կան քննարկելու, եւս բազմաթիվ հարցեր են հավաքվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի արձագանքել են Զելենսկի այն հայտարարությանը, որտեղ որ նա ասում էր եւ փաստացի նաեւ տեսանյութով ապացույցեր են ներկայացնում, որ չինացիները մասնակցում են ընդդեմ Ուկրաինայի պատերազմի։ Հիշեցնեմ, գերեվարված չինացիներ էին ցուցադրել ուկրաինացիներ եւ խոսել էր այդ մասին Զելենսկին։ Իմիջայլոց Չինաստանը նախ խոստացել էր ճշտել եւ հետո ասում է, որ Չինաստանի քաղաքացիների զինվորականներ չկան չեն մասնակցում Ռուսաստանի կողմից պատերազմական գործողությունների, բայց այլ կերպի արձագանքել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Վերջերս իրոք շատ լարված են դարձել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ, շատ կտրուկ լարվել են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում են, որ այս պատերազմում Չինաստանը Ռուսաստանի հիմնական հանցակիցն է։ Չինաստանը տարբեր տեսակի ապրանքներ է մատակարարում Ռուսաստանին, որոնք որ երկիմաստ նշանակություն ունեն, այսինքն կարող են օգտագործվել նաեւ պատերազմում ընդդեմ Ուկրաինայի։ Եվ ըստ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդպիսի քանակների ապրանքների թիվը կազմում է մոտ 80%։ Եվ սա իրոք շատ հետաքրքիր արձագանք եւ հայտարարություն։ Այսինքն, եթե նախկինում փորձում էին ինչ-որ միտեղ խուսափել Ռուսաստանին մեղադրել, հիմա կոնկրետ ասում են, որ Չինաստանը Ռուսաստանի հանցակիցն է այս պատերազմում։ Երևի շատ հետաքրքիր փաստեր է գտել Զելենսկին, որոնք որ կարողացել են խփել ճիշտ նշանակետին եւ քաղաքական առումով դա բավականին կարեւոր հայտարարություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Այստեղ նաեւ կարեւոր է նշել, որ այդ նոր մաքսատուրքերից հետո, եթե չեմ սխալվում, 108%-անոց մաքսատուրքեր արդեն Թրամփը սահմանեց Չինաստանի նկատմամբ։ Հիշում եք, մենք խոսում էինք, որ Թրամփը մեկ օր էր տվել Չինաստանին, որ մաքսատուրքերը 35%-անոց չեղարկի, եւ հիմա, քանի որ Թրամփը ավելացրեց այդ մաքսատուրքերը մինչեւ 100-810%, հիմա Չինաստանը մտցնում է 84% լրացուցիչ մաքսատուրքեր Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Բայց այստեղ շատ կարևոր է նշել, որ ահա քիչ առաջ վերջին տեղեկությունները ստացանք, բայց դրանք բնականաբար պետք է նաեւ ճշտվեն։ Այդ ամենից հետո Թրամփը որոշել է դադար վերցնել եւ 90 օրով դադար է վերցնում այս մաքսատուրքերի պահով։ Դադար վերցնելը, ճիշտ ասած, պետք է իմանանք, ավելի նոր տեղեկություններ ստանանք, թե ինչ է նշանակում, այսինքն չեղարկում է, թե ուղղակի ոչինչ այլևս չեն ձեռնարկելու, բայց ասեմ, որ այդ հայտարարությունների վրա թե բիտկոինն է միանգամից աճել եւ թե նավթի գներն են սկսել բարձրանալ, բայց այնուամենայնիվ դրանք բավականին անկումային վիճակում են։ Սախարովանն է հայտարարություններ արել մաքսատուրքերի պահով, ասելով, որ այդ մաքսատուրքերը փաստացի միջազգային օրենքի խախտում են, WTO-ի խախտում են, միջազգային առևտրային այդ գլոբալ կազմակերպության օրենքների խախտում են եւ նա ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի այլևս չեն հարգում իրենց միջազգային պարտավորությունները եւ միջազգային օրենքները։ Շատ հետաքրքիր հայտարարություն է, չեմ հիշում Մեդվեդևն էր հայտարարել, Պեսկովն էր հայտարարել, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ ճիշտ է անում, շատ ճիշտ է մտցնել այդ մաքսատուրքերը, ես էլ զարմացա, եթե հիշում եք, ինչպես կարող Ռուսաստանի Դաշնությունը ողջունել, քանի որ նավթի գների կտրուկ անկումը դա ամենամեծ հարվածն է Ռուսաստանի Դաշնության
տնտեսությանն է եւ ահա արդեն Զախարովանների հակառակի մասին է խոսում եւ լուրջ ձևով քննադատում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Կարևոր եւ հետաքրքիր հայտարարություն է արել նաեւ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայից, ով որ շատ շուտով կարող է դառնալ Գերմանիայի հաջորդ կանցլերը, կարող է դառնալ արդեն ապրիլի 28-ից հետո մեկ շաբաթ անց, եւ նա ասում է, որ շատ հզոր եւ ամուր կառավարություն է ստանալու Գերմանիան։ Եվրոպան կարող է իր հույսը դնել ամուր Գերմանիայի վրա։ Նա նաեւ խոսել է նրա մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, քանի որ պահանջում են, բայց երևի թե ոչ միայն դրա համար Գերմանիան մտադիր ավելացնելու իր ռազմական բյուջեն եւ պատրաստ է պաշտպանության առումով իր բոլոր պարտականությունները իրականացնել։ Նաեւ զինվորական ծառայության մասին օրենքներ են փոխելու, որպեսզի ավելի շատ մարդ կարողանան ներգրավել կամավոր զինծառայության։ Եվ այդ մոդելը հիմնականում նրանք վերցնելու են Շվեցիայից։ Մենք գիտենք, որ Շվեցիան շատ լուրջ պաշտպանային համակարգ ունի, եթե այդ մոդելը Գերմանիան վերցնում է Շվեցիայից, շատ բանի մասի է դա խոսում։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն, կհանդիպենք։